Այս հետաքրքիր է։ Քաղաքացու կյանքի որակը վերջին տարիներին լավացել է թե վատացել։ Իհարկե, քաղաքացու կյանքի որակը վերջին տարիներին շատ է լավացել։ Ձեր կյանքում ի՞նչ փոփոխություն Ես ավելի ինձ քաղաքացի եմ զգում։ Ես ավելի վստահ եմ, որ ես այս երկրի քաղաքացին եմ։ Ինձ ավելի ոնց ասեմ, պարտավոր եմ զգում։ Չէ, սենց լավ է, ինչի։ Ուղղակի հեռուստադիտողի։ Չէ, հեռուստադիտողին ինչ կարևոր է, իմ ակնոցները դրածա թե չէ, հետաքրքիր հարց եք տալի։ Չէ, լավ, եղավ։ Չէ, ուղղակի բան չի, խնդիր չի։ Զուտ հարգանքի համար։ Չէ, տենց բան չկա, իզուր մի հորինեք։ Չէ, իսկ չեք ուզում շարունակեք։ Ինչ շարունակեմ։ Շարունակեք, հա։ Ձե արդեն էլ հետաքրքիր չի, ես ակնոցներով եմ։ Չէ, ինձ հետաքրքիր է, ես ուսից չունեմ։ Դե ես ավելի պարտավորված եմ զգում, որ այս երկրի համար ես իմ ՀԴՄ-ն վճարեմ, որ ես մտածեմ, Դուք վճարեք ՀԴՄ-ն, թե ձեզ վերադարձնեն ՀԴՄ-ն։ չէ, ես իմ բան հարկերը վճարեմ, սենց ասեմ։ Իհարկե պահանջեմ իմ ՀԴՄ-ն։ Ոնց ասեմ, ավելի պարտավորված եմ զգում իմ պետության համար, որ նախ շրջակա միջավայրի համար, այսինքն ոնց ասեմ, Միջավայրը ինչ է ձեր կարծիքով, լավ է, վատ է, Չէ, ավելացել են թե կտրել։ ծառերի ավելացման կամ պակասի համար ես ոչինչ չեմ կարող ասեմ, որտեղ ես մասնագետ չեմ, բայց ես Միջավայր ասելով ինչ նկատի։ այսինքն աղբը չնետեմ փողոցում։ Ես ինքս պարտավորված եմ, այսինքն եթե Առաջ դուք աղբը նետում էիք փողոցում։ ես աղբը չէի նետում, բայց ես զգում էի, որ իմ նետելը չնետելը ոչինչ չի տալի երկրի համար, որովհետև ես այս երկրի տերը չէի։ Ես ինձ ավելի շատ հիմա երկրի տեր եմ զգում։ Դուք ձեզ որոշում կայացնողի դերում եք զգում։ Իհարկե, ես քաղաքացին եմ այս երկրի, այսինքն ես հասկացա, որ ամենավեհ գաղափարը, ամենավեհ բանը, որ իմ համար հիմա կա, դա պետությունն է։ Իսկ նախկինում ի՞նչն է։ Նախկինում ես այս պետության քաղաքացի չէի ինձ զգում։ Ես զգում էի, որ ես այս պետության ղեկավարների բանն եմ, ծառան եմ նախկինում։ Իսկ հիմա Ձեր նկատմամբ որպես Ոչինչ, ես ինձ ուղղակի քաղաքացի չէի զգում, պաշտպանված չէի զգում, զգում էի, որ օրենքը իմ համար չի աշխատում, իսկ հիմա ես ինձ ավելի քաղաքացի եմ զգում։ դուք պաշտպանված եք ձեզ զգում։ Այո, Անկախ նրանից, որ ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածքներում են։ ես չեմ կարծում, որ հիմա իրանք Հայաստանի սուվերեն տարածքներում, դրա մասին ոչինչ չեմ կարող ասեմ, դա կորոշի սահմանազատումը։ Հանրապետության սուվերեն տարածք է թե ոչ։ Ես հիմա իհարկե նրանք սուվերեն տարածքում են, իսկ դա կորոշի սահմանազատումը, ես չեմ կարող հիմա ոչինչ։ Օրինակ։ Սյունիքի մարզում ոչինչ չեմ կարող ասեմ, ես էլի եմ ասում, ես մինչև սահմանազատումը չլինի, ես ոչինչ չեմ կարող ասեմ։ Այսինքն դուք չեք կարող ասել Ջերմուկը հայկական տարածք է։ Չէ, հայկական տարածք է, բայց դրա համար սահմանազատումը, սպասում եմ սահմանազատմանը։ Տեսեք, հիմա օրինակ դուք Երևանի կենտրոնում եք, երևի թե Երևանում եք, չէ՞ ապրում։ Այո։ Երևանում եք ապրում եւ սահմանին մոտ չեք ապրում, դուք ձեզ անվտանգ եք զգում։ Այո։ Բայց սահմանամերձ բնակիչները իրենց անվտանգ չեն զգում եւ պայմանավորված նրանով, որ ադրբեջանցիները մոտեցել եւ մտել են մեր տարածքներ։ Բայց դրա մասին շատ է խոսվել, դուք հիմա ինձ ասում եք, որ ես ինչ ասեմ։ Իրենց հետ կապված, օրինակ դուք մտահոգություն Ես մի բան կասեմ ձեզ։ 30 տարի մեզ թվում էր, թե Արցախը մերն է, բայց ոչ մի քարտեզի վրա Արցախ չկար։ Այսինքն մեր տարածքում չէր։ Այսինքն մեր տարածքում չէր Արցախը։ Դուք Արցախի քարտեզը չեք տեսել։ Տեսել եք, մի րոպե, ներողություն, դուք ինձ հարց եք տալի, ես ձեզ հարցին պատասխանում եմ, մի քիչ էլ հեռու պահեք, սա հարգանք չի, էդ էլ ասեմ։ Դե որ տենց եք ասում, ես ձեզ ասեմ, 30 տարի մենք Արցախը գիտենք թե մերն է, բայց մենք որպես նորմալ բնակիչ նայում ենք քարտեզին, Արցախը ոչ միտեղ չէինք տեսնում Հայաստանի տարածքում։ Մեր օֆիցիալ տարածքը, Հայաստանի տարածքը չէր ներառում Արցախը։ Այսինքն ոնց այսինքն, մի րոպե, ես աշխարհագրագետ եմ, ձեզ ասեմ։ Ես շատ ուրախ եմ, որ դուք Բայց մի վարքյան, ես ձեզ նորից հարց եմ տալի։ Դուք 30 տարի առաջ կամ 10 տարի առաջ որևիցե քարտեզի մեջ Արցախը տեսել եք Հայաստանի տարածքում։ Որ Հայաստանի քարտեզներում։ Հանրապետության քարտեզը։ Ոչ, դուք ինձ մի Լիզուրա, դուք որ երկրում եք տեսել օրինական կամ թե մի հատ բան բան ասենք, Վիկիպեդիա, այդ որտեղ ա եղել դե ֆակտո Արցախը Հայաստանի տարածքում։ Դե յուրե։ Հարցնում, ես ասում եմ Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալ։ Երբեք դուք Արցախը տեսել Հայաստանի տարածքում, որ մենք էլ ասենք Արցախը հենց հիմա կորցրել։ Արցախում եղել եք։ Այո։ Քանի անգամ։ Շատ եմ եղել։
Տեսել եք Իհարկե տեսել եմ։ Ես այլ եմ ասում, ես աշխարհագրագետ եմ։ Ես համարում եմ դա տարածք, բայց ես երբեք նրան չեմ ունեցել իմ տարածքում։ Հասկանում եք ես ինչ եմ ասում։ Չէ, ինչու չեք հասկանում։ Դուք քանի տարեկան եք։ Իմ տարիքը ինչ է ականի, ասում եմ դուք ինձ Ես ուզում եմ հասկանամ դուք երբեք ձեր աչքերը բացեք, որ տեսնեք, որ Արցախը Հայաստանի տարածքում է եղել ու մենք չգիտեինք այսքան ժամանակ։ Մենք 30 տարի Արցախ ենք ունեցել ու մենք չգիտեինք ու մենք էլ կորցրեցինք։ Բայց այն որ ասում եմ որ գրքերում է, որ քարտեզներում է եղել Արցախ։ Որները որ Արցախում ծառայել են, պաշտպանել են Արցախի հանրապետությունը, Արցախի տարածքը։ Այսինքն իրանք չեն պաշտպանել դե յուրե Արցախի հանրապետությունը, որովհետև դա գոյություն չի ունեցել երբեք մեր կազմում։ Արցախը երբեք մեր կազմում չի եղել։ Ոչ մի քարտեզում արտասահմանյան թե մենակ մեր գրախանութներում է եղել բայց դա ոչինչ չի ասում։ Այսինքն մենք չենք ունեցել որ կորցնենք։ Մենք նրան երբեք չենք ունեցել։ Այ երբ որ դուք հարցնեիք մեր կառավարությանը, թե երբեք վերջապես այն ժամանակ, մինչև հեղափոխություն, երբեք վերջապես Արցախը բերելու, մենք դրա փոխարեն գիտեք ինչով ենք զբաղված։ Մի րոպե, մենք Արցախի փոխարեն գիտես ինչով ենք, չէ, չեմ տալի, ես եմ խոսում։ Դուք հարցը տվել Արցախում եղել, դուք ինձ հարցը տվել եք։ Ադրբեջանցի կանգնեցրել եք։ Ինձ ադրբեջանցին չի կանգնացրել, հետո որի ինչ որ չի կա։ Այսինքն մենք մի հատ փուչիկի մեջ ես հանգիստ, չէ, այդքան էլ չէ, ասեմ, ձեզ, բայց դա ուրիշ հարց է, ես ուրիշ եմ։ Չէ, դա ուրիշ հարց է։ Ոչ, բայց ես գնացել եմ մի հատ անորոշ մի երկիր, որը գոյություն չի ունեցել։ Հիմա կարող եք գնալ այդ երկիր։ Չեմ կարող գնալ, բայց այն ժամանակ որ գնացել եմ, այսինքն ես իմ աչքերս փակ։ Հիմա ես աչքերս փակ գնացի ու ես եկա տունը որոշեցի, որ Արցախը իմն էր, իմը չէր։ Ինչպես է եղել, որ նախկինում կարողացել եք գնալ, իսկ հիմա չեք կարող։ Բայց հիմա հարցը այն է, որ մենք ուզում ենք գնանք նախկինում։ Չէ, ես ուզում եմ գնամ օրինական Արցախ, իսկական, որ իմ կազմի մեջ լիներ, բայց որ իմ կազմի մեջ երբեք չի եղել։ Գնամ ինչ անեմ։ Բայց ինչի եք նախկինում գնացել։ Որովհետև բաց էր ճանապարհը։ Իսկ հիմա արցախցիներն որոտ այնտեղ արցախցիներ էին ապրում, հիմա չեն ապրում արցախցիներ այնտեղ։ Իսկ ինչպես եղավ որ չեն ապրում։ Դե դա էլ արցախցիներին հարցրեք։ Այսինքն իրանց հարցրեք, ես չգիտեմ։ Արցախցիները մեղավոր են, որ նրանք մեղավոր չեն։ Մեղավորը մեր առաջվա կառավարությունը, մեր նախկինները, որոնք այս վիճակին մեզ հասցրեցին։ Մորոք է Արցախը հայտնվել Ադրբեջանի կազմում։ Արցախը ոնց հայտնվել այդ երբ Ադրբեջանի կազմում երբ չի եղել որ նոր էլ հայտնվեց։ Արցախցիները նախկինում ինչպես էին ապրում, եթե Ադրբեջանի նրանք Ադրբեջանի տարածքում են ապրել։ Նրանք միշտ էլ Ադրբեջանի տարածքում են ապրել ու դա մեր նախկին ոչ Պուտինը, ոչ էլ մեր նախկինները դա չեն հերքել։ Իրանք միշտ էլ Ադրբեջանի տարածքում են ապրել։ Դա Ադրբեջանի հանրապետություն է եղել։